Многие воины Арцахской войны по-прежнему стоят на защите мира, который они принесли Карабаху и Армении. А некоторым из них сегодня доверено охранять мир и в других странах. Кому, как не им, знать цену миру? Именно они знают, как его защитить. ՄԱԿ-ի զորքերի կազմում Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը անցել է Ղարաբաղյան պատերազմի փողով։ Նրա նման սպաների տաղանդի եւ զինվորական փորձի շնորհիվ են հայ խաղաղապահները հայլուն կերպով իրականացնում իրենց պարտականությունները մոլորակի ամենաթեժ կետերում։ Կոսովո, Իրաք, Աֆղանստան ամենուրեք գերազանց ուսումնավարժության եւ մարտական պատրաստականության շնորհիվ այս զինվորները վայելում են ամենաբարձր հեղինակությունը, ինչպես տեղի բնակչության, այնպես էլ աշխարհի լավագույն բանակների զինվորականների շրջանում։ Հետաքրքիր ծառայությունը շատ հետաքրքիր է, որովհետև այստեղ ծառայելով այսօր հնարավորություն ունենք շփվելու աշխարհի լավագույն հագեցած ուժեղ բանակների, երկրների բանակների հետ։ Զորամասը, որը ղեկավարում է այսօր Արթուրը, շատ բարձր պատրաստություն ունի եւ բարձր մակարդակի իրականացնում է մեր խաղաղապահ գործունեությունը տարբեր երկրներում։ Աֆղանստանում ծառայությունը այնքան բարձր մակարդակի մեր զինվորները տանում, որ գերմանացիների պես խոսքի քծիպ մարդիկ առութալնում իրար սենց հերթ չտալով սկսում են գովալ հրամանատարներ, որտեղ իրանց գերմանական զորախմբի կազմում ենք ծառայությունը տանում։ Եվ ոչ մի բանում չեն զիջում։ Եվ դա ինքը չի ասում։ Ես իրան հարցրել եմ, շատ նորմալ։ Ուրիշներն են ասում, մեր նախարարն է գնաց այնտեղ, մեր նախարարի տեղակալներն են գնմնդում, այնտեղ նայում են, տեսնում են, գնահատում են։ Думал ли молодой офицер советской армии Артур Симонян, отправляясь на войну в Афганистан, что всего через несколько лет боевой опыт, полученный там, ему поможет защитить свою родину, а с афганскими муджахедами ему придется столкнуться в бою уже на родной земле, в Карабахе? Ճակատագիրն Արթուր Սիմոնյանին Աֆղանստանի հետ կապեց զինվորական ուղու ամենասկզբում։ Նրան այնտեղ ուղարկեցին 1986-ին, ռազմական ուսումնարան ավարտելուց համարյա անմիջապես հետո։ Մարտական առաջին մկրտությունը նա այնտեղ ստացավ։ Մարտիկի եւ հրամանատարի փորձ ձեռք բերեց։ Բախտս բերելա, ես շատ լավ հրամանատարներ եմ ունեցել։ Կուրսանտ ժամանակ մեր գումարտակի հրամանատարը պատերազմի վետերան էր, սպորտսմեն, շատ ուշադիր, մեզ սիրող, այն ժամանակ շատ նեղվում էինք, որ ինքը մեզ տենց վազացնում է անընդհատ, մեզ չի թողում հանգիստ մի րոպե նստենք, բայց հետո մենք հասկացանք, որ այդ մարդը մեզ տալիս էր այն, որ հետո մենք հայտնվեցինք կռվի դաշտում ու շատերս ողջ մնացինք, այդ ժամանակ ես Աֆղանստանում սկսեցի գնահատել այդ մարդու արածը մեր համար։ Можно ли не верить в судьбу, если добиваешься успеха в самых тяжелых ситуациях, выигрываешь бой и выживаешь в самых смертельных обстоятельствах? На самом деле Артур сам ковал свою судьбу. А фактор удачи – это его умение безошибочно принимать решения, совершать поступок, выбирать друзей. Ցանկացած մասնագիտության տեր մարդու համար բախտի գործակիցը շատ կարևոր է, բայց զինվորականի մանավանդ կռվի դաշտում հայտնված մարդու համար առավել կարևորություն է։ Ու իմ բախտը տենց հարցերում երևի ճակատագրական բախտ ունեմ, որ միշտ վերջի պահին ինչ-որ սենց մի օգնության ձեռք է ինձ հասել։ Արթուր Սիմոնյանն այն մարդկանցից է, ում բնատուր զինվորական են կոչում։ Նա մեծացել է Երևանում, Քանաքեռի զինվորական զորամասի հարևանությամբ։ Զինվորականները մագնիսի պես ձգում էին նրան։ Արթուրը մանկուց գիտեր ինչ է դառնալու։ Մեծ սենց հրապարակերը հրապարակում շարվում են, լվացում էին, մաքրում էին, սպասարկում էր տեխնիկան, հետո հրամանատարությունը դուրս էր գալիս ու սենց փոքր շքերթի պես բան էր լինում, զորքը նստում էր մեքենաների թափքերը ու սենց գալիս անցնում էին, մեր համար դա տոն էր, ամենօրյա տոն, մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Кем себя видел маленький мальчик, глядя со замирающим сердцем на солдат? Он мечтал о сражениях и боевых подвигах, но мог ли представить, что все это сбудется в реальности? Այդ զինվորական մթնոլորտում ապրելով կամաց-կամաց իմ մեջ այդ երազանքը եղել է, որ զինվորական դառնամ ու ես ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ երազել։ Արթուր Սիմոնյանն ավարտել է Բաքվի հրամանատարական ուսումնարանը եւ դարձել կադրային սպա։
Հիմա նրա կյանքի կոչումը հայրենիքին, խորհրդային միությանը ծառայելն էր։ Նա արժանապատվորեն էր կատարում իր պարտքը։ Աֆղանստանի պատերազմի 2 տարին եւ կարմիր աստղ շքանշանը դրա հաստատումն է։ Այդ ժամանակ Աֆղանստանի պատերազմներ գնում ու հիմնական ծանրաբեռնվածությունը համազորային սպաների вրա էր ընկնում, հետևակի վրա ու ես անցա այդ ծրագիրը որպես լեռնահրաձիկ։ Сама судьба вела Артура туда, где его ждало дело всей его жизни. После Афганистана Артур Симонян и его друг-сослуживец, будущий министр обороны Карабаха Мовсес Акопян, были направлены служить в Степанакерт. Հակոբյան Մովսեսի հետ իմ ծանոթությունը Աֆղանստանում է կայացել, երբ որ ես արդեն մի տարի ծառայել եմ ու հրամանատարը ասաց «Զեմլյակա եկել քեզ» ու մեր գումարտակում է ծառայելու։ Հետագայում ես ու Հակոբյանը իրար հետ սկզբից Բաքվի բանակ շտաբ եկանք, այնտեղ մեծ վեճ, կռիվ, պատերազմ կադրավիկների հետ Նախիջևան են նշանակում, մենք հրաժարվեցինք Նախիջևան գնալ ու այդ կադրավիկը առաջարկեց, ասաց գնաք Ստեփանակերտի գուն ծառայելու, տղել հայեր են, հայկական բնակչություն է։ 90 թվականին Արթուր Սիմոնյանը տեղափոխվեց Երևան։ Ճակատագիրը կրկին նրան ճիշտ ժամանակին ճիշտ վայր հասցրեց։ Այնտեղ, որտեղ անգնահատելի մարտական փորձ ունեցող կադրային սպան ամենից շատ էր հարկավոր։ Հայաստանն անկախություն էր ձեռք բերել, իսկ Ղարաբաղի ազատության համար դեռևս պետք էր մաքարել։ Многочисленному врагу, поддержанному частями советской армии, противостояли отряды армянских добровольцев. Как бы они выстояли в этой борьбе, если бы не кадровые офицеры армяне? Те, которые научили их тонкостям военного дела, науке побеждать. Այն ժամանակ էլի կադրային սպաներ չկային, կային հոգով, ուժեղ, դուխով, պինդ, տղեկ, հայրենասեր գործ անելու պատրաստ, բայց փորձ չունեին ու շատ ժամանակ իրանց փորձ չունենալը իրանց զոհվելու կամ շարքից դուրս գալու պատճառ էր դառնում։ Արտուրի գալը ինչով էր մեզ համար շատ կարևոր, քանի որ նա առաջին կադրային սպաներ, սովետական միության կադրային սպաներ, որը եկել էր մեր պաշտպանական շրջան ու իր հետ կապված սկսվեց շտաբի ձևավորման աշխատանքը, ինձ համար մեծ նշանակություններ եւ ահագի մեծ օգուտ է տվել հետագայի համար։ Ամենագլխավորը ինքը սենց հանգիստ էր, շատ հանգիստ ու շատ խիզախ էր, էլի։ Այդ հանգստությունը, խիզախությունը տալիս էր դրանով ինքը զինվորական էր, սպա էր, ուներ փորձ։ Այդտեղ ստացվեց, որ առաջին առաջադրանքս որոշ ջոկատների հետ մինչև Ղարաբաղ մեկնելը աշխատել, ջոկատների կազմում ընտրել այնպիսի տղաների, որոնք որ հետախուզությամբ կարող են զբաղվել։ Հայ մարտիկներն ունեին իրենց պայքարի արդարացիության գիտակցում, ինքնազոհության պատրաստակամություն, խիզախություն եւ արիություն, բայց պակասում էր ռազմական գիտելիքը, գործողությունների համակարգվածությունը, իսկ երբեմն նաեւ զինվորական կարգապահությունը։ Արթուր Սիմոնյանի նման սպաների շնորհիվ էլ հայ զինվորները սկսեցին մարտնչել ոչ միայն խիզախորեն եւ անձնվիրաբար, այլև շատ արդյունավետ։ Պատերազմի տարիներին մարդիկ օրինակ սաղավարտ կրելը չգիտես ինչի ոնց որ ամոթ լիներ, բան ես պայքարում էի որ սաղավարտ հագնեն, որտեղ սաղավարտը ինձ մի հատ պաշտպանական մի հատ միջոց է, որ եթե այն ժամանակ մեր հրամանատարները կամ ջոկատների ղեկավարները, լիդերները չանտեսեին, մենք բավականին լավ տղաներ հիմա մեր շարքերում կլներ, չէին զոհվում։ Դե այնտեղ շատ տեղեր կան, ուրիշ ջոկատներ են կվարկում, վատ ջոկատներ չեն, բայց իրանք մեկ-մեկ ասում են, մեզ էս տվեք, ինք իրան են հարցնում ենք, ասում են, ես էս ունեմ, էս պատրաստ է, հա։ Как быть, когда не хватает оружия и боеприпасов, а враг многократно превосходит тебя? Как удавалось армянским бойцам не только выстоять, но и обращать азербайджанцев в бегство? Ես որ եկա հադրութի շրջան 30 հատ փամփուշտ ունեի, ավտոմատ 30 փամփուշտով ինձ նախանձով էին նայում, ասում էին մինչև ատամները զինված է։
այդ առաջի տարիներին մեր նեղվածությունը, որ զինամթերքը չէր հերիքում, տեխնիկա չունեինք, հրետանի չունեինք, նստում մտածում էինք, ասենք ինչ անենք, որ թշնամուն վախացնենք ու հրացանով վառարանի խողովակի միջից էինք կրակում, սենց ուժեղ գմփոց էր գալիս, բայց ոչ միտեղ պայթյուն չկար, ու այդ ռուս սահմանապահները դեռ չէին հեռացել ու մի հատ մայոր փոխգնդապետ ասում է, այդ ինչ զենք ունեք, ասում է, տենց ուժեղ կրակոցի ձեն է հանում, բայց որ նայում ենք, բանը չկա, պայթյունի տեղը չի երևում։ Դες փորձում էինք այդ ձև ցույց տանք թշնամուն բան։ 1991-ից սկսած Արթուր Սիմոնյանը մասնակցեց Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի կազմավորմանը։ Երբ Հայաստանի պաշտպանության խորհրդի նախագահ Վազգեն Սարգսյանը հավաքեց Աֆղանստան անցած սպաներին եւ խնդրեց նրանց օգնել հայ կամավորական ջոկատներին, Արթուրն առանց տատանվելու մեկնեց Ղարաբաղ։ Այստեղ նրա գիտելիքների կարիքը շատ ունեին։ Ամեն հնարավորություն ինձ տրվեց, որպեսզի ես ընտրեմ մարդկանց, որոշումներ ընդունեմ, աշխատեմ ու շատ ակտիվ աշխատանք գնաց։ Սկսեցինք պաշտպանական գիծ ստեղծել եւ զուգահեռ գումարտակ։ Այդ Աֆղանստանի փորձը իրեն պետք է կապ բնականաբար, նա տեսել էր արդեն այնտեղ։ Артур Симонян снова оказался на войне. Но если первой в Афганистане была чужой, то здесь была его война. Война за родину, за само существование Арцаха. Самая сложная ситуация была в Гадруте. И, конечно же, Артур направился туда. Շատ օրհասական, ես կասեի օրհասական ծանր վիճակ էր, որովհետև Հադրութի 5 գյուղ վառվում էր արդեն, կարելի ասել միշտ Լենինգրադի հետ էին համեմատում, Լենինգրադյան բլոկադայի հետ էին համեմատում Հադրութի վիճակը։ Առաջին ադրբեջանցիների կողմից առաջին հարձակման ժամանակ ամենաառաջին զրահատեխնիկան էինք վերցրել, BTR-ը, խփել վերցրել էինք, Արտուրը որպես մասնագետ ինքն է դրան պրիստրելկա, այդպես ասած, անցկացրել եւ հաջորդ արդեն մարտական գործողության ժամանակ հենց ինքը նստած այդ BTR-ով տղերքի հետ հասել է օգնության մեր տղերքին։ Երբ 92-ին ստեղծվեց Հայ ազգային բանակը, Արթուր Սիմոնյանը դարձավ ռազմական հետախուզության բաժնի առաջին աշխատակիցներից մեկը։ Եղան գործողումներ եւ հատուկ հանձնարարություններ՝ Մարտունի, Մարտակերտ, Լաչին։ Կար ինֆորմացիա, որ աղվանցիների մեջ ջոկատ է կռվում մեր դեմ։ Իմ գործողումներից մեկը աղվանցիների ներկայությունը հայտնաբերել ու հաստատող ինչ-որ բան գտնելն էր։ Մենք ասենց ծածուկ մտանք չէր դպրոցի մեջ էր այդ բանը ու իրանց անձնական իրերից նամակներ, փաստաթղթեր, նկարներ, մի երկու մեշոկ շատ արագ հավաքեցինք, լցեցինք այդ բանից ու դուրս թռանք։ Հետագայում ես հիշում եմ, որ բանից ալբոմ կազմվեց այդ փաստերից բանից Ռուսաստանից նույնիսկ արտաքին հարաբերությունների նախարարությունից եկան այդ ալբոմը մի օրինակը տարան, հետո օֆիցիալ նոտա հայտարարվեց ու այդ փաստաթղթերը որպես ապացույց ներկայացվեց։ Ամեկը ունեն իրանց լուման էլի, այդ луман Արտուրի մեծ լումա էլի Гадрути районы պաշտպանությունը։ В 93-м Артур Симонян стал командиром отряда специального назначения вооруженных сил Армении. Так были оценены его боевые успехи и безупречная репутация бойца и командира. Կարամ ասեմ, որ Արտուրը մեր ոնց որ թե մեր այդ սպեցնազի կերպարը եղները դրա համար է իրան այդ սպեցնազը տվեցին ինք այնտեղ շատ գործ արեց, ես այնտեղ գնացել եմ իր մոտ, տեսել եմ իր աշխատանքը։ Звездным часом командира армянского спецназа Артура Симоняна стала операция по взятию Кельбаджара. Отсюда вместе с Карабахской армией он прошел весь путь победой. Спецназовцам Артура приходилось выполнять самые трудные и ответственные задачи. Часто именно от них зависел успех операции. Արտուրին պետք է բնութագրեն որպես բանիմաց, գրագետ, փորձառու զինվորականի, ով իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտել է կատարելության եւ այդ կատարելության այսպես արդյունքները օգտագործել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայացման։ 1994 թվականի երկրորդ Քելբաջարի մարտերի ժամանակ էլի
իր դրսևորեց որպես հմուտ, գրագետ, սպա, որպես ղեկավար, որպես ինքը զինվոր։ Հայ զինվորի նման զինվոր իմ հին կարծիքս է դժվար լինի այս մեր տարածաշրջանում։ Չկա։ Շտաբում вообще չեն երևում։ Գալիս էին, հետո գնում էին, գալիս էին, հետո գնում էին։ Որտեղ ինքը քնում, ինչ էր ունում, որտեղ էր ուտում, մենք չենք իմանում, էլի։ Գիտենք, որ ինչա իրանք այդպես գործողություն են կատարում։ Իսկ երբ որ արդեն սկսեցինք առաջ շարժվել, գրավել տարածքն, գիտեք, այդ հաղթանակի բերկրանքը, այն զգացումը, որ դու հաղթող ես, դա ոչ մի բանի հետ չես կարա, էլի համեմատես, ես բառեր չեմ գտնում, որ այդ միջի բանը բացատրեմ, թե ինչ, ոնց որ sense մեջքի թևեր աճի ամեն բան տարած գրավելուց կամ ազատագրելուց։ Պատերազմի ծանր եւ մահացու վտանգներով լի ճանապարհներով հայ հատուկ ջոկատայինները վստահորեն գնում էին հմուտ եւ հոգատար հրամանատարի, խիզախ եւ իմաստուն մարտիկի, հավատարիմ եւ հուսալի ընկեր, ուժեղ կամքի տեր եւ պարզապես բարի մարդու Արթուր Սիմոնյանի հետևից։ Շատ պրոֆեսիոնալ զինվորական է եւ շատ պատասխանատու մարդ է, ես ասեմ։ Սիմոն Արտուրին առաջադրանքը եթե տվել են, մեռնի, բայց կան։ Նա իսկական մարդ է։ Իսկական տղամարդ է, որի հետ կարելի է հանգերություն անել։ Հրամանատար ասած այն բառը, որը որ շատ սազում է իրան։ Իրա մոտ մի հատ գերի կար, ադրբեջանցի երինգը, այդ գերին ես տեսա ոնց ինքը այդ գերի հետ վերադերում եւ ուտեցնում եւ քնեցնում եւ դու ես ցույց տալիս, որ ինքը իսկական սպա է, ինքը գիտի ռազմական օրենքները, ինքը գիտի պատերազմի օրենքները Եվ այն սպաներից է, որ դժվար պահին հավաքում է իր հրամանատարներին իրենց կարծիքը իմանալով որոշում է կայացնում դրանից հետո ու այն սպաներից է, որ իր որոշման տեր է կանգնում։ Ինքը շատ է սիրում իր ազնագազմը, իր զինվորների համար, ես տենց շատ քիչ հրամանատարներ կա, որ զինվորի համար թևերը փռած կանգնում են, իր զինվորների, իր սպաների համար։ Судьба распорядилась так, что война для Артура Симоняна закончилась там, где и начиналась. Гадрут, апрель 94-го. Война близилась к концу. Азербайджан предпринимал отчаянные попытки уйти от поражения. Не считаясь потерями, он по всей линии фронта бросал против армянских войск огромные силы. Երևի ամբողջ պատերազմի ընթացքում, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ամենածանր շրջանը պիտի համարել 94 թվականի հունվար ապրիլ ամիսները։ Եվ այդ վերջին մարտական գործողությունը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ այդ դիրքերը, որ հիմա մեր ձեռն է, դա ստրատեգիապես ավելի ձեռնտու դիրքեր են, ավելի հարմար դիրքեր են։ Մի քանի հազար ադրբեջանցի զինվորները եւ աֆղանական մոջահեդները զրահատեխնիկայի օժանդակությամբ հարված հասցրին Ղարաբաղյան զորքերի բաց մնացած թևին եւ թշնամուն կանգնեցնելու խնդիրը հանձնարարվեց Արթուր Սիմոնյանի հատուկ ջոկատին, լավագույններից լավագույնին, որը սակայն կոչված էր այլ պայմաններում միանգամայն այլ խնդիրներ լուծելու։ Մենք ծանր զենքեր չունեինք։ Հայտնվելով խրամատներում որպես հետևակ մենք այն ուժը, կրակային ուժը չունեինք, որպեսի թշնամուն հակազդեինք, տանկերը մեր դեմ կանգնած կրակում էին, մենք տանկերի վրա կրակելու ոչ մի բան չունեինք։ Միջով մեր տեղ հասնելը ես իմացա, որ արդեն առաջավոր գծում ահագին զոհեր ունեն, որտեղ հրետնային հզոր հարված էր կպել ու որոշ խրամատներ մտել էին արդեն ադրբեջանցիները։ Երբ մենք հասանք, Արտուրը դուրս չի եկել, ծանր վիճակում մնաց իր տեղակալներ զոհվել էր, սկզբից ծանր վիճակում զոհվել էր կողքներ ինքը, անմիջապես խրամատում։ Բաց դաշտի մեջ դեմ առ դեմ հանդիպեցինք թշնամու հետ, շատ են, այդ դաշտը, որ նայում էիք, ուղղակի թշնամին չէր սպասում, որ մեզ կտենա, շատ բաց այդ շարքերով գալիս էին, սկսեցինք կրակել ու ինչ են էր հետաքրքիր, առաջի շարքերում նռնականետներով աղվանցիներն էին,
իրանց ազգային շորերով, բանով ու հենց առաջնագծում իրանք հետո արդեն շարք կոմունականները ինչ որ զինվորական համազգեստով, բայց սև շորերով բավականին մեծ քանակի զինվորներ ունեին ու ադրբեջաներեն երաժշտություն այդ բարձրախոսներով միացած, այդ նույնիսկ այնքան բարձր էր, որ արկերի պայթյունները այդ երաժշտությունը չէին խլացնում։ Этот неравный бой был выигран исключительно силой духа и воинским мастерством. Но потери были тяжелыми. Многие погибли. Оставшиеся получили ранения. Одно из самых тяжелых – командир спецназа Артур Симонян. Չնայած շատ քիչ էինք, բայց կռվել է պետք ու կռվեցինք մինչև վերջ, ցավոք սրտի կանգնացրեցինք թշնամուն, ցավոք սրտի այդ խմբից բոլոր անդամները մի մասը զոհվեցին, մի մասը վիրավորվեցինք, այնպեսի մարդ չկար, որ վիրավորված չլներ։ Ես ռադիոստանցիայով կապնվեցի Աղաբեկյանի հետ ու ես բացատրեցի ինչ վիճակում ենք, որ էլ կրակող չունենք ու մեզ կամաց թևանցում են աչուձախ կողմից, հարկավոր է հրետանային կրակ Աղաբեկյանը օգնեց, ես այդ վիճակում գլուխս բարձրացրած sense պահել էր, մի հատ վիրավոր ավակ լեյտենանտ, ինքն էլ առնահոսում էր, բայց ինպես ծանր չէր, ինքը կարում էր շարժվել, sense ինձ բարձրացրեց, sense գլուխը դրեց իր ծնկին ու ռադիոստանցիան sense բռնած պահել էր, ես է խոսում եմ, Արթուրին ես բան էի տալիս, նշանակետերը տալիս էի ու հրետանին խփում էր։ Երբ որ իրանք այնքան մոտիկացան մեզ, արդեն որ մեր արկերի բեկորները մեզ էին արդեն հասնում, մի խոսքով ես տվեց այն կոորդինատը, որտեղ մենք էինք պարկած։ Միակ բանն էր, որ ինչ որ մեկը կարող է ողջ մնա, որտեվ հակառակորդը կանգնած էր, իսկ մենք պարկած էինք։ Ու ի շնորհիվ Հադրութի հրետանու իրանց մի փոքր կանգնացրեցինք, այդ արանքում արդեն տանկ եկավ մի հատ շիլկա եկավ ու այդ տանկն ու շիլկան վճռեցին այդ տեղում այդ գործողության ճակատագիրը։ Ուղղակի հրաշք տեղ ունեցավ, որ ինքը ողջ մնացել։ Բժիշկները, ես հանդիպել եմ բժիշկներին, հետո ասացին, որ դա ուղղակի եսիմ 1000-ից մեկ կարող ողջ մնալ։ Это было смертельное ранение. Но земная миссия Артура Симоняна, воина и командира, была не окончена. Судьба и на этот раз стала на сторону Артура. Рядом оказались боевые товарищи, которые, рискуя жизнью, вынесли его с поля боя. А в госпитале прекрасный врач, который заставил его сердцу 2 раза биться. Վերջի պահին ինչ որ sense մի օգնության ձեռք է ինձ հասել Աբրամյան Արմենը Աղաբեկյանի առաջադրանքով ինքը զրահատեխնիկայով եկավ ու հասավ մեզ ու ինձ այդտեղից որ դուրս հանեցին դրեցին վիրավորների տանկերի հետ ուղարկեցին Ֆիզուլի գտան մի հատ շտաբ օգնության մեքենա ու շտաբ տեղափոխեցին Ֆիզուլիից Հադրութ այդ պահին բժշկի ձեռն եմ հիշում, որ այս դոշս այսպես բացվել էր, ասենց բան արեց ու ասեց «Давайте быстрее, не успеем»։ Այդ օրը հնարավոր չէր տեսնել, ոչ ես էի լավ, ոչ իրավիճակը շատ ծանր էր։ Կարծեմ երկրորդ վիրահատությունից հետո իրան արդեն թույլ տվեցին իր մոտ գնալու, ինձ տարան իր մոտ, գլուխս լրի փաթաթած էր, այն ժամանակ էլ որ մաջախեդներ էին մեր դեմը կռվում, ուղտի բրդից գլխարկներ ունեին մաջախեդները, մեկ քաշել էին գլուխս, որ չմրսեր, ուղղակի դրանից մի հատ էլ բինտի վրայով հագցրել էին գլուխս, մաջախեդի գլխարկ։ Մտել եմ Արտուրը չի ճանաչել։ Դե քանի որ Աֆղանստանում կռված է, չգիտեմ, այդ մաջախեդի գլխարկը տեսավ ինչ արեց։ Վերջ ասացի Արտուր ես եմ։ 2 րոպե իրար նայեցինք։ Ասում մեր Արոնը պիտի թափվեր, որ ես կռիվ բրտներ, որտեղ արդեն ասում են կռիվ վերջացել։ Մենք վիրավորվեցինք փաստորեն ակտիվ մարտական գործողությունների վերջի օրը, դրանից հետո պատերազմ չի եղել։ Մոտ 1 տարի պահանջվեց բժիշկներին եւ գլխավորը Արթուրին ծանր վերքից հետո նորից ոտքի կանգնելու համար։ Նա ոչ միայն բանակ վերադարձավ, ոչ միայն շարունակեց ղեկավարել իր հատուկ ջոկատը, այլ շարք վերադարձավ որպես ցանկացած խնդիր ինքնուրույն լուծելու ընդունակ մարտիկ։ Վախտը բերեց, որ իմ ամենադժվար պահին, ծանր պահին այս 3 բժիշկները
իմ կյանքի ճանապարհին հայտնվեցին ու իրանց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալությամբ ինձ ոտքի կանգնացին ու այդ ընդհանուր առմամբ 14 վիրահատությունից հետո ես սկսեցի պարաշուտային թռիչքներով զբաղվել, դայվինգով զբաղվել, սառույցի վրա տափողակով խոկեի, մինչև նույնիսկ Իսլանդիա գնացել ասել եմ։ Հենց դրանով է տարբերվում իմ մնացած ընկերներից Արտուրը, որ շատ դժվար վիճակում այդ ցավերը ունենալով հրաման ստանա, անմիջապես կվերկենա ու կգնա կկատարի։ Ցավալի իր բանը ինքը ուժեղ վիրավորվեց, այդ վիրավորությունը տարավ ինքը паркով, հա, ու հիմի մեր կողքին մեր ուրախությունն է, էլի, իմ մարտական անգերը իր հետ ոնց որ թե հարազատ եղնանք, էլի։ Որ ճակատագիրը մեզ կյանքա տվել պատերազմի դաշտից մենք ողջ առողջ հետ ենք եկել։ Երևի մեզ Աստված թողել է այդ հնարավորությունը, որ լիքը բան ունենք անելու։ Лика бан, пъти чахокнем, чцейранам, чцанзаранам. Артур Симонян стал одним из первых, кто получил орден Боевой крест второй степени Армении. Карабах его наградил боевым крестом первой степени. Но главной его наградой стало отношение его сослуживцев от рядовых до генералов. Եվ զինվորական է, եւ լավ ընկեր է, եւ լավ մարդ ազնվորություն։ Արտուր Սիմոնյանի հետ յուրաքանչյուր մարդ վստահաբար կգնա յուրաքանչյուր խնդիր կատարել։ Պատիվ ունի ոչ թե մենակ զինվորների, այլ բոլոր մեր սպաների մեջ ինքը մեծ պատիվ հարգանք ունի։ Ինքը այդ տեսակի հրամանատար է։ Կնոջս, որ հանդիպել եմ, շատ երջանիկ եմ, որ իր հետ եմ հանդիպել բախտի բերումով, ինքը ես շատ լավ ընտանիք ունեմ, իմ մեջքը շատ ամուր է, իմ թիկունքը շատ ամուր է ու այդ արել է կինս։ Երկու անգամ պատերազմ ճանապարհել ու դիմավորելով, հետո երեխաների մեծացնելով շատ ժամանակ առանց իմ օգնության, բայց մենք շատ երջանիկ ընտանիք ենք, լավ երեխաներ ունենք։ 2007-ին, երբ կազմավորվում էր հայ խաղաղապահ բրիգադը, նրա հրամանատար նշանակվեց օրինակելի զինվոր, օրինակելի հրամանատար գեներալ-մայոր Արտուր Սիմոնյանը։ Այս զորամիավորումը հայոց բանակի դեմքն է, որին նայում է ամբողջ աշխարհը։ Ես համատում եմ Արտուրի հատուկ նշանակության գնդում ծառայելը եւ համատում եմ հիմա ինքը երկու տեղն էլ հպարտանում է, որ այդտեղ ծառայում է, դա շատ կարևոր բան է։ Երբեք չեմ տեսել, որ նա ինչ-որ տեղ հոգնած նստած լինի ու ինչ-որ բանի մասին զինվորական ծառայության մեջ ուրիշ բանի մասին մտածի, չէ, չեմ տեսել։ Я с такими людьми пошел бы в бой, да. Надежный человек. Սիմոնյան Արտուրի հետ ցանկացած մարտական գործողությունների մեծ ուրախությամբ նորից կգնամ։ Արտուրին ես նաև պետք է ներկայացնեմ որպես ընկեր, հատկապես որպես մարտական ընկեր, որովհետև հայրենիքի վտանգի պահին նա թողել է ամեն ինչ եւ մտել այդ պայքարի մեջ, մարտնչել, վիրավորվել եւ այսօր շարունակում է ծառայությունը։ Պատերազմը արհավիրք է, սարսափելի բան է, բայց ես միշտ ասում եմ Արտուր, ես այս պատերազմին մենակ շնորհակալ եմ, որ քեզ ման տղայի հետ ինձ ընկեր ասարքեց ծանոթացել։ Ես շատ ուրախ եմ ու շատ հպարտ եմ, որ ունենք տենց ինչ գեներալներ, տենց սպաներ մեր բանակում։ Ես անգամ կուզենայի, որ մեր բանակում իրեն նման սպաներ, գեներալներ շատ լինեին։ Судьба наделила Артура Симоняна талантом воина, но предназначила ему особую миссию – защищать мир. И ничто не может заставить его свернуть с этого пути. Главную свою миссию он уже выполнил на родной земле, в Карабахе. И поэтому он герой.